Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Փաշինյանն ասում է, ուսումնասիրել է անկախության հռչակագրի տեքստը եւ եկել եզրահանգման, որ այդ տեքստով Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել։ Ահա այս պատճառով, ըստ նրա, նոր սահմանադրությունում հղում անկախության հռչակագրին պետք է չլինի։ Ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից ուսումնասիրելով եւ նորովի կարդալով ես ասել եմ, որ իմ կարծիքով այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է։ Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրի։ Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, բայց ելի ուզում եմ ասել, որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Փաշինյանը նախորդիվ բազմիցս է ասել նաև, որ Ադրբեջանի սահմանադրությունն է, որ տարածքային պահանջներ ունի Հայաստանից, իսկ Ադրբեջանի սահմանադրությունում կարդում ենք, որ այն հենվում է 1918-ին ստեղծված պետության անկախության հռչակագրի վրա, որը միակ փաստաթուղթն է, որտեղ նշվում է Ադրբեջանի կոնկրետ տարածքը։ Այսուհետև Ադրբեջանի ժողովուրդները ինքնիշխան իրավունքների կրող են ճանաչվում, իսկ Ադրբեջանը կազմված արևելյան եւ հարավային Անդրկովկասից, անկախ պետություն։ Իսկ պաշտոնական Բաքվի քարտեզներում արևելյան Անդրկովկասը ներառում է Սյունիքի մարզը, նաև տարածքներ Վայոց ձորից ու Գեղարքունիքից։ Անցած տարի սեպտեմբերին Նյու Յորքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Փաշինյանը նկատեց, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի, բայց հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, համաձայն որի կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը, որպես արդիականացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար։ Փաշինյանը այստեղ պարզաբանեց, խաղաղության պայմանագրում կա հոդված, որն ասում է կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրության այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար։ Բաքուն հիմա միջանցք է ուզում, մեղմացում չի լինելու, հայտարարում է Փաշինյանը։ Մենք մեր դիրքորոշումը վաղուց ենք ասել։ Մենք մեր դիրքորոշումները խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ ներկայացրել ենք գրավոր շատ վաղուց, այդ թվում այդ նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն։ Եվ այդ ծրագրի շրջանակներում, նախագծի շրջանակներում մենք սկսել ենք աշխատանքը եւ շարունակելու ենք։ Դրա մասին եմ խոսում։ Կա Ադրբեջանի ըստ էության գրավոր առաջարկին գրավոր պատասխան ոչ չենք ստացել։ Ճանապարհների հետ կապված ի դեպ Հայաստանն Ադրբեջանին ասում է պատրաստ է բացել երկաթուղին Հորադից Երասխ գծով։ Բաքուն սակայն Երևանից դժգո թեքվել է դեպի Թերան։ Մենք ասում ենք մեր սկզբունքները եւ ասում ենք, որ մեր սկզբունքների շրջանակում մենք պատրաստ ենք գնալ բարձրացումների։ Տեսեք, Ադրբեջանը ըստ էության ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը, քանի որ լուծումներ չի տալիս եւ լուծումներ չի առաջարկում կամ ինչ-որ մի բան։ Մենք դրա համար Ադրբեջանը որոշում է կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղուց։ Այսինքն սա նշանակում է, որ Իրանի երթուղին եւ պայմանները իրանց համար ընդունելի են, հակառակ դեպքում իրանք չեն օգտվի դրանից։ Եվ մենք որպեսզի նաեւ այս համատեքստում ամեն ինչ բարձ հասկանալի լինի, եւ մենք ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմաններով, ինչ պայմաններով Իրանի Իսլամական Հանրապետությունով են անցնում, նույն պայմաններով ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում մի բան չկա, որից ենթադրվում է, որ Հայաստանի տարածքի ամբողջականությունը, ինքնավարությունը, իրավազորությունը պիտի որևէ ձևով նսեմացնի, որևէ երրորդ ուժ մեր երկրի տարածքում ներկայություն ունենա եւ հստակ փոխադարձության սկզբունք է արձանագրված։ Ռուսական վերահսկողության մասով Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. մենք այդ հարցին տվել ենք պատասխան, որ դա կարող է լինել մոնիտորինգային գործառույթ, որը կարող է իրականացվել Մոսկվայից կամ արբանյակային գործիքների միջոցով։ Սահմանադրությունից անկախության հռչակագրի հղումը հանել նշանակում է հրաժարվել հայկական ինքնությունից։ Սահմանադրական իրավունքի մասնագետի ձևակերպումն է։ Կոնկրետացնեմ, հայկական ինքնությունը հենց ցեղասպանության միջազգային ճանաչումն է, Հայաստան-Արցախ Քյուրք երամիասնությունն է, որ հավերժ պետք է լինի եւ հայկական աշխարհի գոյությունն է։ Հիմա եթե հռչակագրից հրաժարվենք, մենք հրաժարվում ենք հայկական ինքնությունից։ Սահմանադրության միջից հռչակագրի հանելը իշխանության
իրավասությունը չի, իշխանությունը միայն կարող է նախաձեռնել այդ գործընթացը, իսկ վճռական խոսքը հայ ժողովրդին է։ Եթե անգամ այդ փորձը կատարի իշխանությունը եւ որոշումը թողնի ժողովրդին, ժողովուրդն ինքը պետք է հաշվի առնի այս իրողությունները, որովհետեւ ստացվում է իշխանությունը իր ասելիքն ասել է, մինչեւ 3 պաշտոնապես հայտարարում էին, որ մայր օրենքի նոր տեքստը մշակման փուլում է, հաջորդ տարի պատրաստ կլինի։ Անկախության հռչակագիրը, որը անընդհատ փոփոխել է պահանջում Բաքուն, մնալու է, թե ոչ, պատասխանատուները չէին ասում։ Փաշինյանը պատմեց, ուսումնասիրել ու համոզվել է, այդ տեքստը հակասում է մեր երկրի անկախ պետականությանը։ Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Ընդհակառակը պետք է չլինի հղում անկախության հռչակագրին, բայց ինքն էլ է ձևակերպում, որոշողը ժողովուրդն է։ Սա ինդիկատոր կարող է լինել։ Սահմանադրագետն ասում է, ժողովուրդն ինքը կարող է պատասխանել ադրբեջանական պահանջներին։ Փորձը կարելի է կատարել, որպեսզի Թուրքիան եւ Ադրբեջանը շատ ճնշումներ չգործադրեն իշխանությունների վրա։ Գուցե իշխանությունը պետքա որ իր թիկունքին ժողովուրդը աջակցի իրեն, ասի տեսեք, ես նախաձեռնեցի, բայց ժողովուրդը չընդունեց դա։ Այսինքն դրանով կարելի է փորձել, մեր ժողովուրդը ունի արժանապատվություն, ունի հայ լինելու իրավունք, ինքնություն, թե ոչ։ Ես գտնում եմ, որ նոր սահմանադրության անհրաժեշտություն այդուհանդերձ կա, բայց 180 աստիճան հակառակ տրամաբանության։ Հակառակ տրամաբանությունը ըստ մասնագետի հայկական ինքնության պահպանման հարցն է։ Մյուս կողմից մասնագետը առանձնացնում է սահմանադրությունը քննարկման դնելու այսպես ասենք ձևի հարցը։ Երկրի հիմնական օրենքը քաղաքական կուսակցությունների քննարկման առարկա չէ, այլ մասնագետների։ Այդ հարցություններում պետք է դիտարկել հարցը։ Քաղաքական կուսակցությունը այնքանով կարող է իրավունք ունենալ դրան մասնակցել այդ գործընթացին, որքանով որ իր շարքում ունենա խոր ակադեմիական գիտելիքներով օժտված անդամներ։ Սահմանադրությունը եթե դառնում է քաղաքական քննարկման առարկա, ապա կորցնում է իր սահմանադրական էությունը եւ դառնում է քաղաքացիաիրավական փաստաթուղթ, ասում է մասնագետը։ Նորից կրկնում, առանց անկախության հռչակագրի Հայաստանի սահմանադրություն լինել չի կարող։ Հայտնվել են Քեթի Փերի, Լորենս Սանչեսի եւ Գեյլ Քինգի առաջին լուսանկարները տիեզերքում։ Լուսանկարներից մեկում 40-ամյա Փերին երիցուկը ձեռքին ժպտում է տեսախցիկի առջև։ Ամբողջովին կանանցից բաղկացած անձնակազմն անցկացրել է ընդամենը 4 րոպե զրոյական գրավիտացիայի մեջ, իրենց ժամանակի մեծ մասը անցկացնելով տեսախցիկի առաջ իրենց տիեզերական պարկուճում։ Անհասկանալի քիմիա կա հիմա Բաքվի ու Թբիլիսիի միջև։ Ալիևը վերջին հրապարակային հայտարարություններում արհեստականորեն կենտրոնանում է Վրաստանի հետ հարաբերությունների վրա, շեշտում երկրների առաջատար դերը տարածաշրջանում։ Իր հրավիրած համաժողովում էլ աջ ու ձախ մեղադրանքներ հնչեցնելուց, հին ու նոր միջնորդներին վատաբանելուց հետո շեշտեց, թե համագործակցության հիմնական բեռը պետք է վերցնեն Հարավային Կովկասի դերակատար երկրները՝ Ադրբեջանը եւ Վրաստանը։ Ճուշացավ նաեւ վրացական արձագանքը այդ երկրի արտգործնախարար ասաց, թե պատրաստ են ներդրում ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Վրաստանը եւ Թբիլիսին միշտ եղել են ու լինելու են այն վայրը, որտեղ երկու կողմերը, Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են գալ, Վրաստանը կարող են օգտագործել որպես երկխոսության վայր եւ վրացական կողմը միշտ կաջակցի այս գործընթացին՝ իշահ տարածաշրջանում վերջնական կայուն խաղաղության հաստատման։ Ռազմավարական հարաբերություններ ունեն այս երկրները արդեն 2 տասնամյակ, նաեւ Բաքվի տնտեսական ազդեցությունն է մեծ Թբիլիսիի վրա, բայց մեր օրերում Արևմուտք Վրաստան լուրջ կոնֆլիկտը իրավիճակին նոր թափ է հաղորդել։ Վրաստանը որքան հեռանում է արևմուտքից, այնքան մոտենում է տարածաշրջանային ավտորիտար պետություններին։ Բաքուն չի կարող առիթը բաց թողնել։ Մի կողմից արևմուտքին է հանում տարածաշրջանից, մյուս կողմից Հայաստանին տարածաշրջանային խաղից։ Ինչքան վատանան, ինչքան ճգնաժամի մեջ լինեն Վրաստան-արևմուտք հարաբերությունները, այնքան դրանից Ադրբեջանը օգտվելու է, Թուրքիան օգտվելու է եւ այնքան ավելի բացասական միջավայր է ստեղծվելու Հայաստանի համար, քանի որ Հայաստանը փորձում է արևմուտքի հետ հարաբերությունները ակտիվ պահել, ԵՄ-ի հետ հարաբերությունները նոր ձևաչափի բերի, նոր խորություն տա, բայց հստակ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները չեն կարող կախված չլինել Վրաստան-ԵՄ հարաբերություններից։
Վրաստանն ամեն դեպքում փորձում է պահել կողմերին հավասար աջակցող հարևանի իր դերը, այդ դեպքում ինչու է պարբերաբար բոյկոտում 3 գումարած 3 հարթակը։ Այդտեղ ինքն իր պատճառներն ունի՝ ամուր կապերը արևմուտքի հետ ու հակառուսական տրամադրությունները, հիշեցնում է Վրաստանի հարցերի փորձագետը, բայց նաև չի բացառում, թե պաշտոնական Թբիլիսին որևէ ձևաչափով որևէ փուլում այդ հարթակ կգա։ Բայց Ալիևը այդ հարթակի հույսին չի մնում, դիվանագիտական կապերն է ամրացնում մեկ նպատակ ունենալով մեկուսացման մեջ պահել Հայաստանը։ Բաքուն շարունակում է այսօր աշխարհաքաղաքական տրամաբանությամբ աշխատել, եկուզ ի վնաս իրեն, բայց այնպես անել, որ Հայաստանը գործոն չլինի տարածաշրջանում։ Հայաստանը, որ խաղաղության խաչմերուկ է առաջարկել տարածաշրջանին ու փաստացի անտարբերություն ստացել, պետք է գործի քաղաքական ճակատում, թույլ չտալով թե դիվանագիտական ու թե տնտեսական մեկուսացում։ Ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Rasmussen Global խմբի կողմից կազմակերպված խաղաղության խաչմերուկ թեմայով քննարկմանը, որին ներկա էին Եվրամիության կառույցների եւ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ։ Քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղված քայլերը, ինչի շրջանակում անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը, անդրադարձ է կատարվել խաղաղության խաչմերուկ նախագծին եւ ընդգծվել նախագծի կարեւորությունը որպես Եվրոպան Ասիային կապող կարեւորագույն հանգույց։ Արցախից բռնի տեղահանվածները ցույց են անում, բողոքում պահանջում են նախագահ Սամվել Շահրամանյանից զբաղվել իրենց հարցերով, պահանջում են տեր կանգնել իրենց, դիմել դատախազություն, որպեսզի Արցախում կատարված թալանի վերաբերյալ քրգործերը արդյունք տան եւ թալանը վերադարձվի իրենց։ Կակցա եղել, մենք տեսել ենք դատախազության առջև պահանջել են, որ թալանածը բերեք եւ դատախազությունից ոչ մեկ դուրս չի եկել։ Հիմա պահանջը նրանում նա, որ Սամվել Շահրամանյանը ժողովրդի հետ մեկտեղ իջնեն միասին դատախազություն։ Սամվել Շահրամանյանը մտնի դատախազություն եւ այնտեղ հենց խոսի դրա մասին, որ այս գործերը պետք է արագացնեն ու մեզ մի հատ կոնկրետ հստակ ողջամիտ պատասխան տան, ինչքան ժամանակը մենք արում այդ հարցերը լուծեն, որպեսզի որ ժողովուրդը չհայտնվեն ծայրահեղ ծանր վիճակում։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի տարածած հայտարարությունով էլ պահանջում են հրատապ հարցերի շուրջ սկսած հանրային քննարկումները շարունակել ավելի լայն ձևաչափով, լսել ժողովրդի տարբեր շրջանակների կարծիքներն ու առաջարկները հետագա որոշումների ու անելիքների շուրջ։ Բացի այդ, պահանջում են հանրային հանդիպումներ, լսելու արցախցիների կարծիքները, համատեղ քննարկելու հետագա անելիքները։ Համ հերես զոհվալ առաջի զոհն ա եղել Ասկերանի ռայոնի Սարուշեն գյուղում, համ հալալ ախպերս ա ուժեղ բոյտով է սաղ գիտին։ Հասկանում ես, հիմա եկել ենք ստե, լսում են, որ ստե մարդ չկա։ Եթե չկա, ստե մարդ չիկ նստում, տվեք մի քանի զոհված ընտանիքի, մի քանի քասիբի, որ չի կարում հաց ճարի ուտի։ Մարդիկ կան ախպեր զորով են շնչում, ախպեր մեզի թե ղեկավար ունի, կարի մեզի տեր կայնի։ Այդ ցավը տանիմ չես կարող ուժերից վերա, նուժել է մեր Արցախում մին խելքը գախի մարդ չկա, որ գա ասե ես ձեր կողը կայնում եմ ժողովուրդ։ Արցախցիների ու Շահրամանյանի հանդիպումը չկայացավ։ Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին, տեսականորեն իհարկե չի բացառվում Սահմանադրական դատարանի կողմից բացասական եզրակացություն տալու հավանականությունը, եթե համապատասխան կետը չի համապատասխանում Սահմանադրությանը։ Այնուամենայնիվ ես լուրջ հիմքեր ունեմ ենթադրելու, որ ամենայն հավանականությամբ դատարանը կարտահայտի դրական դիրքորոշում։ Մենք տեսնում ենք եւ ունենք մեր սեփական մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ։ Իրենց անկախության հռչակագրում նրանք հայտարարում են, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն առաջին Ադրբեջանական Հանրապետության իրավահաջորդն է, ոչ թե խորհրդայինի, եւ առաջին Ադրբեջանական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչև խորհրդային միությունը, հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան այսօրվա Ադրբեջանն է։ Այն ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը։ Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները։ Ես չեմ բացառում որևէ բան, չեմ բացառում որևէ տարբերակ։ Եվրամիությունը պատրաստվում է բարելավել վիզային ռեժիմի չեղարկման իր մեխանիզմն այս տարի հեշտացնելով Բրյուսելի համար առանց վիզայի ռեժիմի չեղարկումը 61 երկրների քաղաքացիների համար, որոնք ներկայում օգտվում են այդ իրավունքից։ Այդ թվում Արևմտյան Բալկաններից անդամակցության բոլոր թեկնածուների, ինչպես նաև Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի, գրել է Radio Free Եվրոպայի գլխավոր խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։ Բրիտանական The Guardian պարբերականի տեղեկացմամբ Օմանում կայացած Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունների առաջին փուլում Վաշինգտոնը առաջարկել է Թեհրանին իր տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանի ողջ պաշարը հանձնել որևէ երրորդ երկրի, օրինակ Ռուսաստանին։ Ըստ տեղեկությունների իրանական կողմը ամերիկացիների այս առաջարկը մերժել է։
Գազայի հատվածի գլխավոր հիվանդանոցի շենքը ենթարկվել է հրթիռակոծության, Իսրայելի հասցրած հարվածներից հիմնի վեր ոչնչացվել է շտապօգնության բաժանմունքը։ Հիվանդանոցի առողջապահության ծառայության աշխատակիցներին հաջողվել է շենքից տարհանել հիվանդներին։ Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Իսրայելցի զինվորականների հայտարարության համաձայն հիվանդանոցը վերահսկվել է ծայրահեղական կազմակերպության կողմից։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ամերիկացի ձեռներես SpaceX Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկի պես մարդիկ հաճախ չեն հանդիպում մարդկային պոպուլյացիայի մեջ։ Նա այս մասին ասել է Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Գիտեք, կա մի մարդ, նա ապրում է Միացյալ Նահանգներում, Մասկը, որը տարված է Մարսով։ Նման մարդիկ լիցքավորված որոշակի գաղափարով հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ, ընդգծել է Վլադիմիր Պուտինը։ Նշենք, որ Մասկը նպատակադրված է առաջին թռիչքը կազմակերպել դեպի Կարմիր մոլորակ։ Թուրքիայում թմրամիջոցների դեմ պայքարի պատմության ամենամեծ գործողությունն է իրականացվել։ Հազարավոր ոստիկանների մասնակցությամբ Անկարայում իրականացված գործողության ընթացքում 525 մարդ է ձերբակալել։ Ձերբակալվածների գերակշիռ մասը կասկածվում է թաղամասերում եւ փողոցներում սոցիալական հարթակների միջոցով թմրամիջոցների վաճառք իրականացնելու համար։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գործողությունը շարունակվելու է նաեւ առաջիկա օրերին։ Ուկրաինայի Գերագույն Ռադան կրկին կողմ է քվեարկել Ուկրաինայում ռազմական դրության եւ համընդհանուր զորահավաքի երկարաձգմանը, համաձայն որի իրավական ռեժիմը գործելու է առնվազն 90 օր։ Համապատասխան օրինագծերը խորհրդարան է ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ռազմական դրությունը եւ զորահավաքը երկարաձգելու օգտին քվեարկել է 357 ժողովրդական падգամավոր։ Սա 2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայում գործող ռազմական դրության եւ համընդհանուր զորահավաքի արդեն 15-րդ երկարաձգումն է։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն առողջական վիճակի պատճառով չի կարողանա կատարել Սուրբ Զատկի տոնի հիմնական արարողությունները Վատիկանում։ Նշվում է, որ ավագ ուրբաթ Սուրբ Պետրոսի տաճարում Սուրբ Տարաքը կմատուցի կարդինալ Կլաուդիո Գուջերոտին։ Նույն օրը երեկոյան կարդինալ Բալդո Ռեյնան Հռոմում Պապի գլխավոր փոխանորդը կառաջնորդի խաչի ճանապարհը Կոլիզեում։ Տրամաբանական է, որ այն ուժը, որն ամենաշատ ձայներ է հավաքել, նաև քաղաքապետ ընտրի, հայտարարել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հավելելով, որ մյուս տարբերակները դժվար թե ժամանակի եւ իրականության մեջ աշխատող տարբերակներ լինեն։ Կարծում եմ բացասական ազդեցություն կունենա Գյումրիի հետ կապված բարեփոխումների աշխատանքների հարցում, որովհետեւ մեկ ժամյա կամ մեկ գիշերվա կոալիցիան դժվար կարողանա ապահովել բնականon գործունեություն։ Սիմոնյանի խոսքով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեղը բանտն է եւ այս հարցում իր կարծիքը չի փոխվել։ Թե ով է դրանում մեղավոր, նա նշել է բոլորս։ Ալիևն ու Փաշինյանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել մայիսի 9-ին Մոսկվայում, որտեղ նրանք հրավիրվել են հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին Սպուտնիկ Ադրբեջանի փոխանցմամբ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ազգամիջյան հակամարտությունների հարցերով փորձագետ Եվգենի Միխայելովը։ Լրատվականը նշել է, որ Միխայելովը հույս է հայտնել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը կընդունի Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները Ղարաբաղին հավակնելու անհնարինության մասին, որովհետև դա գայթակղության կետն է Ադրբեջանի ու Հայաստանի միջև, ասել է փորձագետը։ Մոսկվայում կայացել է Հայ գործարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված հերթական բիզնես ֆորումը։ Ռուսաստանի եւ Հայաստանի բիզնես շրջանակների ներկայացուցիչները քննարկել են աշխարհաքաղաքական եւ տնտեսական ներկա պայմաններում հայկական բիզնեսի արդի խնդիրներն ու հեռանկարները։ Բացման խոսքով հանդես է եկել Տաշիր ընկերությունների խմբի նախագահ Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։ Բանախոսների քննարկման հիմնական թեման Հայաստանի Եվրամիության անդամակցության հեռանկարն էր։ Սամվել Կարապետյանը նշել է, որ ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հիմնական բաժինը եւ հանդիսանում է նրա հիմնական առևտրային գործընկերն ու երկրի տնտեսական կայունության հիմքը։ ԵԱՏՄ-ից դուրս գալը եւ դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետևանքների հանգեցնել։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը մեծացել է, հասնելով 12.7 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Միևնույն ժամանակ Եվրամիության հետ կրճատվել է 14%-ով եւ կազմել 2 միլիարդ դոլար, ընդգծել է Կարապետյանը։ Членство Армении в ЕАЭС играет ключевую роль Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը առանցքային դեր ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության կայունության եւ զարգացման գործում։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը մեծացել է, հասնելով 12 միլիարդ 700 միլիոն ԱՄՆ դոլարի։ Միևնույն ժամանակահատվածում Եվրամիության հետ կրճատվել է 14%-ով եւ կազմել 2 միլիարդ դոլար։ ԵԱՏՄ-ից դուրս գալը եւ դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետևանքների հանգեցնել
հիշեցնել։ Կարևոր է հասկանալ, որ էներգետիկ անվտանգությունը միայն տնտեսական հարց չէ, այլ ռազմավարական գործոն։ Եվրամիության հետ համագործակցությունը հնարավոր է եւ անհրաժեշտ, սակայն ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։ Հայտնվել են Քեթի Փերի, Լորենս Սանչեսի եւ Գեյլ Քինգի առաջին լուսանկարները տիեզերքում։ Լուսանկարներից մեկում 40-ամյա Փերին երիցուկը ձեռքին ժպտում է տեսախցիկի առջև։ Ամբողջովին կանանցից բաղկացած անձնակազմն անցկացրել է ընդամենը 4 րոպե զրոյական գրավիտացիայի մեջ, իրենց ժամանակի մեծ մասը անցկացնելով տեսախցիկի առաջ իրենց տիեզերական պարկուճում։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է։ Կոմիտեն միաժամանակ հայտնում է օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո ապրիլի 24-ին եւ 25-ին հնարավոր է լինեն համակարգից օգտվելու որոշակի սահմանափակումներ։ ՊԵԿ-ը հայցում է հարկ-վճարողների ներողամտությունը։ Նյու Յորքի Comex բորսայի տվյալների համաձայն ոսկու հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1.88%-ով եւ կազմել $3,301.4 1 տրոյական ունցիայի համար։ Ոսկին մեկ ամսվա ընթացքում երրորդ անգամ հասել է ռեկորդային առավելագույնի։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր անցյալ շաբաթ ապրիլի 11-ին։ Bloomberg-ը կանխատեսել է, որ 2025-ի երրորդ եռամսյակում ոսկին որպես ապահով ակտիվ կարող է հասնել 1 ունցիայի համար ռեկորդային $3,500։ Ավելի քան 75 երկիր պատրաստակամություն է հայտնել բանակցել Ամերիկայի հետ ամերիկյան կողմից սահմանած մաքսատուրքերի հարցով։ Այս ֆոնին Ամերիկայի նախագահի վարչակազմը կարող է մինչև 245% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա, ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել այն երկրների նկատմամբ, որոնց հետ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի ամենամեծ առևտրային դեֆիցիտը, որպեսզի հավասարեցնի խաղի կանոնները եւ պաշտպանի Ամերիկայի ազգային անվտանգությունը։ Իր պատասխան գործողությունների հետևանքով Չինաստանն այժմ սպառնում է Ամերիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի մինչև 245%-ի չափով, ընդգծել է Սպիտակ տունը։ Էլեկտրոնային մատյաններում գնահատականները փոփոխելը կդժվարանա, կրթական գերատեսչությունը կսահմանափակի դրանցում կիսամյակային ու տարեկան գնահատականների փոփոխման հնարավորությունը։ Նախարարությունից ասում են, ահազանգեր կան, որ ուսուցչի դրած գնահատականը դպրոցի տնօրենը փոփոխում է։ Ուստի, որպեսզի առանց ուսուցչի գիտության ու համաձայնության որևէ մեկը գնահատում չիրականացնի, կարգը կփոխվի ու աշակերտի գնահատականը կվերանայվի մանկավարժական խորհրդի որոշմամբ։ Ըստ կրթության փորձագետի համակարգի վերանայումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նախկինում էլեկտրոնային մատյանում գնահատական մուտքագրելու համար ուսուցիչը սահմանափակ ժամանակ ուներ։ Համակարգը այնպես էր ստեղծված, որ 3 օր հետո փակվում էր, ուսուցիչ չէր կարողանում արդեն իր էջով գնահատական գրանցել։ Դրա համար դիմում էին տնօրեններին։ Տնօրենների էջով վարչական լիազորություններ բաժնով կարողանում էին գրանցումներ անել կամ գնահատական փոփոխել։ Հիմա արդեն այս խնդիրը չկա, բայց գնահատականի փոփոխություններ տնօրենը շարունակում է իրականացնել հօգուտ աշակերտի։ Սա էլ միայն այն դեպքում, երբ խնդիր կա կարմիր վկայական ստանալու, փորձագետի դիտարկումն է։ Ավարտական դասարաններում կարող է խնդիր առաջանալ, 9-րդ եւ 12-րդ դասարաններում գնահատական փոփոխել, որ երեխաները ստանան կարմիր վկայական։ Դատան դեպքերում այդ անհրաժեշտությունը չի լինում, բացառությամբ այն առարկաների մասով, որոնք նախորդ տարիներից պետք է ավարտական վկայական մեջ կամ ավարտական ատեստատի մեջ տեղափոխվի։ Հանրակրթության պետական նոր չափորոշչով չկա բավարար կամ անբավարար գնահատական, 10 բալանոց համակարգում 1-ից 3 գնահատականները այլևս անբավարար միավոր չեն դիտարկվում։ Դա նշանակում է, որ աշակերտը նույն դասարանում մնալ այլևս չի կարող, պետք է պարտադիր փոխադրվի հաջորդ դասարան։ Կրթության մյուս փորձագետն էլ թեև կողմ է այս համակարգին, բայց նկատում է, մեր աշակերտներն ունեն լուրջ մոտիվացվածության խնդիր, վերանայելով համակարգը աշակերտից խլում ենք սովորելու միակ շարժառիթը։ Եթե մենք ուրիշ բան չունենք, ուրիշ բան չենք առաջարկել, ուրիշ ձև չենք տվել, ապա շատ դժվար է կոնկրետ բառը վերցնել հանել ինչ որ աշխատում ու տեղը տնել ինչ-որ մի բան, որ ընդհանրապես ճիշտ է, բայց ասենք ոչ այն նրանք, ում որ ուղղված է աշակերտները եւ ոչ այն նրանք, ում ձեռքի գործիքն է դա ուսուցիչները, իրենք չեն հասկանում, թե ոնց պետք է աշխատեն առանց դրա արկայության։ Թադևոսյանն ընդգծում է, ցանկացած փոփոխությունից առաջ նախ պետք է փորձարկել այն, ընդ որում ոչ միայն գյուղական, այլև քաղաքային միջավայրում եւ ստուգել դրա արդյունավետությունը, հասկանալ արդյոք այն արժանանում է աշակերտների, ծնողների ու ուսուցիչների հավանությանը։ Անդրադառնալով Տավուշի մարզում փորձարկվող կրթական նոր չափորոշչին, փորձագետը նկատում է ուսուցիչները դրանից գլուխ չեն հանում։
Տավուշի մարզում կարողունակությունների վրա հիմնված ուսուցման մոդելը կիրառում են, ես ինքը շատ հաճախ աշխատում եմ նույն մարզի ուսուցիչների հետ։ Եվ 10-ից մեկը նա, որ նորմալ հոդաբաշխ կերպով կարող են ինձ բացատրի, իրենք ինչ են անում։ Ու դա սարսափելի է։ Թադևոսյանի խոսքով ինքը կողմ է կրթական բոլոր բարեփոխումներին, եթե իհարկե դրանք խելամիտ են, շրջահայաց ու արդյունավետ։